Հայաստանում զենքի առևտուր իրականացնելու համար այսօր կառավարությունը նոր կարգ է հաստատել։ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերով զենքի առևտուր իրականացնող շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև վաճառասրահում պետք է գործեն բարձրորակ շուրջօրյա նկարանող սարքեր։ Նախագծի ընդունումը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը։ Փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանն իր որոշումներում պետք է լինի ինքնուրույն եւ ոչ թե կատարի վերադասի ցուցումները, գտնում է Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի դասախոս Թիմոթի Փարսոնսը։ Իսկ արդյոք իրատեսական է հայ ոստիկանի ինքնուրույն լինելը։ Այդ հարցին պատասխանել է ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Նահապետյանը։ Չի ուզենա, որպեսզի մենք այսպես ընկնենք թյուրիմացության մեջ եւ պատկերացնենք, որ ոստիկանության ծառայողը չպետք է ունենա վերադաս եւ չպետք է կատարի հանձնարարություններ եւ ցուցումներ։ Իրաքում իսլամիստների հաղթանակը կարող է հանգեցնել Սիրիայում հայ համայնքի վերացմանը, կարծում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, իսկ դա անդառնալի հետևանքներ կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաև քրիստոնյա աշխարհի համար։ Դրա բացարձակ վատ հետևանքներ կլինի ահռելի մեծ քանակությամբ սիրիահայերի ներհոսքը Հայաստան։ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը շարունակվում է։ Այսօր շինարարները պարիսպապատեցին շենքի տարածքը, խոչընդոտելով բնակիչների ազատ տեղաշարժը։ Հուշարձանը իր վայրում հնարավոր է պահպանել, եթե մի փոքր սրտացավ լինենք, կարծում է ակտիվիստ Գրիգոր Ղազարյանը։ Մենք հույս ունենք, որ ամեն մարդ ինքը իր դիրքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի շենքը պահպանվի։ Գառնու տաճարի բակում վերջերս տեղի ունեցած փակ խնջույքը, ինչպես նաև աֆրիկյանների շենքի քանդումը ցավ են պատճառում ճարտարապետ Սաշուր Քալաշյանին եւ գրականագետ Դավիթ Գասպարյանին։ Նրանք գտնում են, որ մեր երկիրն այսօր բարի ուղիղ իմաստով ավերվում է եւ միակ ելքը ավերողից ազատվելն է։ Փարիզի Աստվածամոր տաճարը մեկը փակի ինչ-որ միջոցառում իրականացնում։ Դրանից մեծ խայտարակություն։ Հանրապետությունում 370 հակակարգտային կայանները այս տարի արձակել են 650,000 կրակոց։ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի խոսքերով յուղացիներին կարգտային ռիսկերից ապահովելու համար պայմանագիր է կնքվել նաև մասնավոր կայանների հետ։ Սեփականատերը մնալով հակակարգտային կայանը իր սեփականության ներքո հանձնում է արտակարգ իրավիճակների նախարարության կառավարմանը։ Բարի երեկո։ Դուք դիտում եք Ամեկ+-ի Այրֆե+ հաղորդումը։ Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողովի սեմինարին մասնակցած հայկական պատվիրակության անդամ Ռիչարդ Կիրակոսյանը Թվիթերի իր միկրոբլոգում նշել է, որ անչափ զարմացած է եւ մտահոգված Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովին Ադրբեջանի մայրաքաղաքում տեսնելով։ Հայաստանը պետք է սովորի բացի սեփական ուժից ոչ ոգի եւ ոչ մի բանի չվստահել։ Ինքնությունն ու սեփական ուժերի վրա վստահ լինելն այն է, ինչ որ մեզ անհրաժեշտ է, գրել է Ռիչարդ Կիրակոսյանը։ Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի 12 պահանջներին, ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշել է. կարծում եմ Քարյակը իր երեսը փրկելու համար է այդ կետերը առաջարկել։ Քարյակը կարծես թե այլևս ոչ ասելիք ունի, ոչ էլ անելիք։ Հետևաբար խնդիր է դրել իր համար time out վերցնել։ Մնացածը կյանքը ցույց կտա։ Եթե դրսից ինչ-որ մեսիջներ զգան, կսկսեն քայլեր անել, եթե ոչ կշարունակեն խաղալ եւ թեկուզ իրենց դեմքը փրկելու համար էլի մի երկու փրկության ծրագիր կներկայացնեն մեր ազգի համար, ասել է Պետրոս Մակեյանը։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնը իր բարդ ընտրություններ հուշերի գրքում գրել է, որ հարավային գազային միջանցքը Եվրոպային կասպիական ավազանից գազ մատակարարելու ամենահաջողված նախագիծն էր եւ հենց դրա համար էլ նա Ռիչարդ Մորնինգստարին նշանակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան։ Այդ հարցը բարդացել էր, գրում է Քլինտոնը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկար տարիներ տևող հակամարտության պատճառով։ Morning Star-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կառուցողական հարաբերություններ է ստեղծել եւ հենց այդ պատճառով էլ ես նրան այդ երկրում դեսպան նշանակեցի, գրում է Հիլարի Քլինտոնը, օրվա լրահոսը։ Ընդդիմություն հռչակվելուց հետո ՕԵԿ-ին անդամակցողների թիվն ավելացել է, սակայն այնպես չէ, որ կոալիցիայի ընթացքում նրանց թիվը պակասել էր։ Խոսքը գնում է 17, եթե չեմ սխալվում, 17 մարդու մասին, որոնցից 8-ին մենք ինքներս ենք հեռացրել։ Աշնանը պարոն Շահգերդյանը կասի, թե ինչքան է ՕԵԿ անդամների թիվը, այսօր խմբակցությունը հանդիպել է լրագրողների հետ ասելու, որ քաղաքական խորհրդակցություններ են սկսել ազգային ժողովի բացառապես բոլոր քաղաքական ուժերի հետ։ Մենք քննարկել ենք ընտրական բարեփոխումների հիմնախնդիրները։ Քաղաքական ուժերը համաձայնվել են ՕԵԿ-ի հետ, որ բարեփոխումներ պետք են, քննարկումների ընթացքում մասնավորապես Քարակի հետ ոչինչ չի խոսվել ՕԵԿ-ին իրենց աշխատանքների մեջ ներգրավելու մասին։ Նման հարց չի քննարկվել, չի դրվել եւ այդպիսի խնդիր չկա։
Հանրությանը դեռ սպասվում են ընդդիմադիր ՕԵԿ-ի գերակայությունները, այդ մասին կխոսի նաև կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն ի դեպ Մհեր Շահգերդյանի պնդմամբ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելուց հետո մնում է անվտանգության խորհրդի անդամ։ Չմոռանանք, որ պարոն Բաղդասարյանը Հապկ ակադեմիայի նախագահն է այսօր։ Դուրս մեր գրպանից նախաձեռնության ավտոերթն ընդդեմ կարմիր գծանշանների եւ տուգանքների այսօր դեռ չսկսված ավարտվեց։ Եթե նախորդ ակցիայի ընթացքում փողոցը փակել էին նախաձեռնության անդամները, ապա այսօր ոստիկանները նրանցից առաջ անցան փակեցին Արշակունյաց պողոտան, թույլ չտալով վարորդներին երթևեկել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Ոստիկանությունը ակցիա է անում, փակելով փողոցը։ Ոստիկանությանը ասեք, այս ինչ ակցիա է, ինչ է փակել փողոցը։ Խնդրեմ նայեք մայթի վրա, քանի տրանսպորտային միջոցից ժողովրդին իջացրել են, ոտքով ստիպված են գնան։ Սաղ ուշանում են դուք կփակել ու կայնել եք։ Մոտ 1 ժամ տևող բանակցությունները արդյունք չտվեցին, ոստիկաններն անցան գործի եւ վարչական բերման ենթարկեցին մի քանի վարորդների, իսկ նրանց մեքենաները տեղափոխեցին Տուգանային հրապարակ։ Ո՞նտեսի սերժանտ։ Բարակ։ Ոստիկանները բերման ենթարկեցին նաև այս վարորդին, ով ինքնական պատրաստվում էր իր մեքենան հեռացնել ճանապարհից։ Իսկ ավտոերթի մասնակիցները շարունակում են պնդել իրենց պահանջները։ Նրանք անընդունելի են համարում փողոցներում կարմիր գծանշանների հայտնվելն ու խախտումների համար սահմանված տուգանքների չափերը։ Դրանք տոտալ պետք է վերացվի քաղաքից։ Արշակունյաց պողոտան այսօր բացվեց միայն ժամեր անց, իսկ վարորդներին ոստիկանությունը թույլ տվեց երթը շարունակել ոչ կենտրոնական փողոցներով։ Չնայած ոստիկաններն այսօր լարված վիճակ ստեղծեցին, բերման ենթարկեցին մի շարք վարորդների, խոչընդոտելով նրանց ավտոերթը, սակայն չէին մոռացել իրենց հետ ջուր բերել հատուկ դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամների եւ լրագրողների համար։ Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը արդեն խուճապի է մատնել մեր քաղաքացիներին։ Հարվածն ուղված կլինի բոլորին, սակայն ոչ բոլորն են իրենց մեջ ուժ տեսնում փողոց դուրս գալու ու պայքարելու համար։ Ես ոչինչ չեմ անի, որտեղ ես ինձ տեղի քաղաքացի չեմ համարում, սպանված մեռած վիճակում եմ։ Ես հարմարվում ապրում եմ էլի։ Ուժեղի մոտ միշտ թույլն եմ եղավոր։ Ինձ թվում է մարդիկ արդեն ոչ մի բանի համար չեն ուզում պայքարել։ Օգնած են մարդիկ պայքարելուց։ Բոլորը հասկանում են, որ դա ուղղված է պետական բյուջեի լրացմանը, բոլորը հասկանում են, որ դա իշխանությունների հերթական աննորմալ, անհաշվարկ քաղաքականության հետևանք է, բոլորը դա հասկանում են, բայց այնքան արդեն զզվել են այս իշխանությունների կատարած թալանչիական գործերի համար, որ դժվար թե դուրս գան։ Մոտ 1 տարի առաջ ժողովուրդը ոտքի կանգնեց ու կարողացավ թեկուզ ժամանակավորապես կանխել տրանսպորտի սակագնի թանկացումը, սակայն տրանսպորտի եւ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր թանկացումների միջև զուգահեռներ անցկացնելը նույնիսկ անիմաստ են համարում։ Եթե ջվճարեն գալիս անջատում են, իսկ այն դեպքում հնարավոր էր, ասեն գումարը չտալ, բայց օգտագործել։ Բոլոր դեպքերում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը մեր բնակիչների մի հատվածին անկասկած փողոց դուրս կբերի։ Նրանց մեծ մասը կարևորում է նաեւ թե ով կառաջնորդի այդ պայքարը։ Գնաց ով կկազմակերպի։ Բայց բողոքը տեղ կհասնի։ Ոնց երիտասարդները նենց մենք։ Մարդիկ մի հարց կլուծեն երևի։ Ոմանք էլ պատրաստ են անգամ ծայրահեղ քայլերի։ Ֆիրմայի տերեմ աշխատացնում եմ, եթե թանկանա փակելու եմ գնամ Հայաստանից։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Սամվել Ֆարմանյանը անակնկալի է եկել։ Ազգային ժողովի ամբիոնից այսօր նա տեղեկացրեց, որ անհարմար վիճակում է հայտնվել, երբ արտերկրից ժամանած հյուրերին, այդ թվում հայտնի կինոռեժիսոր Նիկա Բաբայանին ուղեկցել է Գառնու հեթանոսական տաճար։ Նրանց է մոտեցել մասնավոր պահնորդական ծառայության ներկայացուցիչներն ու արգելել մուտք գործել տարածք։ Մասնավոր ինչ-որ կազմակերպություն վարձակալել է Գառնի հեթանոսական տաճարը եւ այնտեղ անցկացնում է բանկետ։ Պատգամավորին առավել զարմացրել էր այն պատճառաբանությունը, թե տաճարը փակվել է պաշտոնական պատվիրակության համար։ Բնականաբար ես շատ արագ ճշտում եմ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություն Գառնի հեթանոսական տաճար այդ պահին չի այցելելու։ Պարոն Ֆարմանյանը անմիջապես զանգահարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին։ Տիկին նախարարի միջամտությունից հետո հարցը կարգավորվում է եւ մեզ թողնում են որպես բացառություն մուտք գործելու։ Պատգամավորը այսօր կոչով դիմեց ազգային ժողովի նախագահին համապատասխան մարմիններից բացատրություն պահանջելու համար։ Եթե պետական միջոցները այնքան սուղ են, որ չեն կարողանում կարգավորել պատմամշակութային ժառանգությունը, դա չի նշանակում, որ դրանք պետք է վարձով տալ ինչ-որ մասնավոր մարդկանց։ Սամվել Ֆարմանյանի խոսքը ընդհատեց ազգային ժողովի նախագահը։ Հարցը կարելի է տրամաբանորեն տեղափոխել լսումների դաշտ։
29 ընտանիք ամեն օր լուսացնում է ահ ու սարսափով։ Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հիշեցնելու համար Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները կառավարության շենքի մոտ էին։ Նրանք պահանջում են կառավարության խոստացած նոր բնակարանները։ 89 թվից մինչև օրս մեզ խափում են։ Եթե այս շենքի անկյունները չլինի, մուտքի թեմի անկյունները չլինի, շենքը երկու մասի բաժանված լինի։ Այս շենքը ինչ ասենք, ինչ ենթակա, ոչ մի բանի։ Բնակիչների խոսքերով իրենք զրկված են տարական կենցաղային պայմաններից։ Շենքում նույնիսկ բնական գազն է արգելված։ Լենուղի համայնքի այս բնակիչները նույնիսկ պատրաստ են որպես փոխհատուցում գումար վերցնել կառավարությունից եւ սեփական ուժերով տուն կառուցել։ Այսօրվա պայմաններում այս մարդիկ նույնիսկ չեն համարձակվում ամուսնացնել իրենց երեխաներին։ Իմ տղեն 25 տարեկան է, աղջիկ չեն տալում։ Ասում եմ, ինչ տանք աղջիկ։ Մինչ կառավարության մոտ գալը նրանք դիմել են բոլոր հնարավոր ատյաններին եւ միշտ նույն պատասխանը ստացել։ Փափուկ բարձրը գնացել ենք։ Այսօր կառավարության շենքի մոտ էին նաև բռնադատվածների ժառանգները։ Նրանք Հովիկ Աբրահամյանին միանգամից մի քանի պահանջ ունեին։ Վերադարձնել մեզ, մեր ավանդները, առանց հաշվի առնելու տարիքային սահմանափակումները, փարոսը, նպաստը 50%-ով մուծել կոմունալ վարձերը։ 3 տարի առաջ, որ եկանք խնդրեցինք, մեզ ասացին, որ բյուջեն ճեղքվածք է տվել։ Նյուժելի էս 3 տարվա մեջ այդ ճեղքվածքը չի լրացել։ Կառավարությունն առաջարկում է փոխել կൂട്ടակային կենսաթոշակի մասին օրենքը ըստ էության թողնելով պարտադիր բաղադրիչը։ Առաջարկի առանցքում այն է, որ նախկին կൂട്ടակային վճարի փոխարեն սահմանվում է նպատակային սոցիալական վճարը։ Վերջինիս համար առավելագույն շեմ է սահմանվել 500,000 դրամը, իսկ պետության մասնակցությունը առավելագույնը 25,000 դրամ է։ Նվազագույն աշխատավարձից նախատեսվում է այդ վճարը չվերցնել։ Ընդդիմությանն ու դեմ եմ շարժմանը այդ փոփոխությունները չեն բավարարում։ Օրվա գլխավոր թեման։ Կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքի կառավարության նոր նախագիծը ունի ընդամենը մեկ նպատակ՝ գործող օրենքը փոփոխել այնպես, որ համապատասխանի սահմանադրական դատարանի որոշմանը։ Մենք ուրիշ նպատակ չունենք։ Ուր կորավ այդ դեպքում հասարակական շահը։ Եթե դուք նկատի ունեք փող վերցնելը հասարակությունից, դա հասարակության շահը չի։ Ես էլ ստեղ հակառակ կարծիք ունեմ, որ բարձր կենսաթոշակ տալը հասարակության շահն է։ Օրենքի նոր նախագծով կൂട്ടակային պարտադիր վճարը փոխարինվում է նպատակային սոցիալական վճարով։ Կառավարությունը առաջարկում է նաև կൂട്ടակային պարտադիր բաղադրիչը կիրառել միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար այն կգործի 2017 թվականից։ Ցանկացած պետություն, որպես գործատու իր համակարգում իրավունք ունի առանձնացնել պետական աշխատողի սոցիալական կարգավիճակը։ Իսկ ինչու պետք է մասնավոր հատվածի աշխատակիցների համար մինչև 2017 թվականը համակարգը լինի կամավոր։ Սա համբերության ժամկետ 3 տարի թողնում ենք, որպեսզի կարողանանք հասարակությունդ աշխատել, մարդիկ ծանոթանան։ Դեմ եմ քաղաքացիական շարժմանը եւ ազգային ժողովի ոչ իշխանական ուժերին չի բավարարում նոր նախագիծը։ Ոչ իշխանական 4 ուժերի ջանքերով թե 3, թե այսօր ազգային ժողովը դժվարանում էր քվորում ապահովել ու նիստ գումարել։ Նաեւ կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքի պատճառով։ Օրակարգում ընդգրկված այս փաթեթին падգամավորները ծանոթացել են ընդամենը նիստից առաջ։ Այդուհանդերձ նրանք հասցրել են բազմաթիվ խնդրահարույց կետեր գտնել նախագծում։ Եթե պետական սեկտորից որևէ մեկը անցնում է մասնավոր, արդեն մասնավորում գտնվելը նրան չի ազատում մուծումներից։ Սա ընդամենը իշխանության համար տակտիկա է ժողովրդին խաբելու։ Բոլոր ճնշումները գործածել են, որ ինչքան հնարավոր է շատ մասնավորից մարդ մտնի այդ նույն կൂട്ടակային ծրագրի մեջ։ Կազմակերպություններում, որոնք ազդեցության տակ են կամ որտեղ հանրապետականներն ունեն բաժնեմաս, այդ մարդկանց ուղղակի ասելու են, որ դիմումներ չի գրեք հրաժարվելու։ Ոչ իշխանական քարյակը կառավարության նոր նախագծի վերաբերյալ իր միասնական դիրքորոշումը կհայտնի քննարկման ժամանակ։ Կամ պետք է քննարկմանը մասնակցենք, ասենք մեր բացասական բաները, բայց քվեարկության ժամանակ չմասնակցենք, կամ տեսնենք ինչ կանենք։ Քննարկումը ազգային ժողովում կշարունակվի հունիսի 20-ին։ Կառավարության այս առաջարկի մեջ կա իմ կարծիքով երկու տեսակի խտրական վերաբերմունք։ Նախ պարզ չէ, թե ինչու ես չպիտի վճարեմ նպատակային սոցիալական վճարը, իսկ 40-ից ցածր տարիքի քաղաքացիները պիտի վճարեն։ Այնուհետև առաջարկվում է պետական հիմնարկներում այդ գանձումը կիրառել հիմա, իսկ մասնավորներում 3 տարի անց։ Պարզ չէ, թե ինչու են պետական հատվածում աշխատող մեր քաղաքացիները ավելի վատը, քան մասնավոր հիմնարկներում աշխատողները։
Քաղաքական քննարկումները ինչ խոսք իրենց հուզականությամբ հեռացնում են այս կարևորագույն խնդիրներից եւ ազգային ժողովի իշխանական եւ ոչ իշխանական մասերը հակված չեն կարծես թե լսել զուտ տնտեսագիտական հաշվարկների հետ կապված փաստարկները։ Մինչդեռ սա այն խնդիրն է, որտեղ պետք չէ գնալ քաղաքական առճակատման։ Կառավարությունն այս հարցում առաջ է քաշում վիճահարույց օրենքներ, հավանաբար անհարկի շտապողականության պատճառով։ Կարծես թե արդեն պարզ է բոլորի համար, որ կենսաթոշակի կուտակային համակարգի անցնելը անհրաժեշտություն է, բայց անցել են այն ժամանակները, երբ ինչ-որ բանի կարելի էր հասնել պարտադրանքով։ Միակ հնարավոր ճանապարհը կամավորության սկզբունքն է, գործատուներին եւ աշխատողներին տնտեսապես շահագրգռելը։ Ամեկ+-ի զրուցակիցն է դեմ եմ նախաձեռնության անդամ Սևակ Ծատուրյանը։ Սևակ, դուք հասցրել եք ծանոթանալ կառավարության առաջարկած նախագծին եւ ինչ տպավորություն եք ստացել։ Այո, հասցրել եմ ծանոթանալ, տպավորությունը այնպեսին էր, ինչպես հիշում եք, որոշ ժամանակ առաջ կառավարության ազգային ժողովում անդադ կարծիքներ էին հնչում, որ կոսմետիկ փոփոխություններ են արվելու ու հիմա մենք տեսնում ենք այդ կոսմետիկ փոփոխությունները։ Այսինքն մենակ որոշ տերմիններ են փոփոխել, պարտադիրը նպատակային սոցվճար ու չգիտեմ ուրիշ անուններ, իսկ արդյունքում ամբողջը մնացել է նույնը։ Մեր պայքարը այդ 5%-ը մարդկանցից խլելու դեմ էր, հիմա անունը փոխել են եւ ուզում են շարունակել այդ 5%-ը եւս խլել։ Անունը փոխելով արդյոք համապատասխանեցրել են սահմանությանը։ Ոչ, իհարկե չեն համապատասխանեցրել սահմանադրությանը, օրինակի համար այն խտրականությունը, որ կար 1974 թվականից հետո եւ առաջ ծնված մարդկանց միջև, այդ խտրականությունը պահպանվել է, որը հակասահմանադրական է եւ դրանից բացի խտրականությունը ավելացվել նաեւ պետական եւ մասնավոր սեկտորների աշխատողների դեմ։ Այսինքն բացի այն, որ մնացել են հակասահմանադրական կետեր եւ նաեւ չի պակասել մարդկանց բեռը։ Մենք սոցիալական վճար կարծես թե արդեն իսկ վճարում ենք, բայց դա որքան հասկանում եմ կուտակայինի եւ կենսաթոշակի հետ կապ չունի անմիջական։ Այո, մենք վճարում ենք սոցվճար, մի քանի տարի առաջ առանձին էր եկամտահարկից, վերցրեցին, միավորեցին, եկամտահարկը բարձրացրեցին եւ հիմա լրացուցիչ բերում են արդեն եւս անվանափոխված նպատակային սոցվճար, որը անընդունելի է։ Այսինքն մենակ տերմիններ փոփոխելով չի կարելի մարդկանցից գումարներ հավաքել։ Եվ ուզում եմ ավելացնել, որ կառավարությունը փոփոխվեց, բայց այս գիծը ոչ մի կերպ չփոփոխվեց, այսինքն ինձ թվում է կախված չի կառավարությունից, այլ ավելի վերևներից է գալի այդ գումար հավաքելու ծրագրերը։ Շնորհակալություն։ Ձեզ եւս շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ դեմ եմ նախաձեռնության անդամ Սևակ Ծատուրյանը։ Կապան եւ Գորիս քաղաքներում 36 ժամով դադարեցվել է գազամատակարարումը, քաղաքացիները հատկապես վարորդները շտապում են իրենց մեքենաներն ապահովել վառելիքով։ Նու միջև երեկոյան ժամը 10 տեղ որ կան վառելիքը լցնել, վաղը մեկ էլ մյուս օր միջև կեսօր քշելու համար մեքենաները։ Ի տարբերություն վարորդների գազի դադարեցման լուրը բավական հանգիստ են ընդունել կապանցի տնային տնտեսուհիները, նրանք վստահ են, որ կապույտ վառելիքին այլընտրանք միշտ էլ կարելի է գտնել։ Կարելի է էլեկտրականությամբ, որը համարյա բոլորին ունեն, սեփական տներում կա վառարաններ, փայտի միջոցով։ Վանաձորի բազում թաղամասի Համբարձումյան 14 շենքի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են իրենց նկուղում գոյացող ջրի մասին, որը սպառնում է շենքի սեյսմականությունը։ Անդադար գոյացող ջուրը խոնավացրել է առաջին հարկի բնակարանները եւ վեր է բարձրանում։ Բնակիչները դիմել են եւ Վանաձորի քաղաքապետարանին եւ բազում համատիրությանը, սակայն ոչ մեկից արձագանք չկա։ Մի հատ տրուբա է գալի էս դիսոտնուց, ամբողջ ջուրը լցվում է մեր էս ոնց որ գետ։ Ահավոր տունը խոնավ է, եթե մի հագուստ ենք ուզում հանենք, հագնենք պետքա պարտադիր լվացվի։ Լորվա հյուսիսում գտնվող Քարկոփի մանկապարտեզը խորհրդային տարիներին ունեցել է 2 խումբ։ 1990-ական թվականներին արտագաղթի եւ գյուղում ծնելիության անկումից հետո մանկապարտեզում երեխաների քանակը նվազել է։ Դրան գումարվել են նաեւ ֆինանսական դժվարությունները, արդյունքում մանկապարտեզը փակվել է։ Վերջին տարիներին գյուղում կրկին հասունացել է մանկապարտեզ ունենալու պահանջը։ Այն ժամանակ 21-22 երեխա մեծերի խումբներ 18-ը մսուրային խումբն է եղել։ Մանկապարտեզի բացակայության հարցը Քարակոփում մտահոգում է բոլորին, ասում են երեխաները զբաղմունք չունեն, ամբողջ օրն անց են կացնում արևի տակ ու բացի այդ չեն պատրաստվում դպրոց գնալուն։ Գյուղը մանկապարտեզահասակ շուրջ 30 երեխա ունի։ Այ միսա դպրոց գնալ նախադպրոցական ոչինչ չգիտի երեխա։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ևս մեկ անգամ դրսևորեց իր բարյացակամ բնավորությունը և թույլ տվեց գրանցվել ընդդիմադիր պատգամավորներին, ներելով նրանց երեկվա բոյկոտը։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Նրանք, ովքեր բոյկոտի անցան, փորձեցին ձախողել խորհրդարանի աշխատանքները, պիտի որևէ կերպ իմ թույլտվությունը լինի, որպեսզի գրանցվեք։ Հիմա թույլ տամ, թե թույլ չտամ։ Բնական է թույլ եմ տալիս։ Сам я по натуре добряк, умница, люблю стихи, прозу, музыку, живопись, рыбную ловлю люблю, кошек, да, я кошек люблю. Но иногда такое выкинешь, что просто на душе становится...